2025 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ փաստաբանության 107-րդ-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառման բացմանը հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Ելույթներում շեշտվեց փաստաբանի մասնագիտության բարձր առաքելությունը, արդարադատության համակարգում փաստաբանի դերն ու պատասխանատվությունը, ինչպես նաև փաստաբանության ստեղծման ու զարգացման պատմությունը։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության փաստաբանությունը 107 տարեկան է։ Անշուշտ կարելի է ասել, որ փաստաբանի մասնագիտությունը իր այս համայն դրսևորումներով հայտնի պատմությանը տարբեր ժամանակաշրջանում միջնադարից սկսված մինչև մեր օրը։ Տարբեր ժամանակներում մենք ունեցել ենք բազում մարտահրավերներ և անգամ այդ մարտահրավերները հասել են այն մակարդակին, որ փաստացի է դնում առհասարակ իր դասական իմաստով փաստաբանական ինստիտուտի գոյությունը։ Եվ պետք է փաստել, որ այսօր փաստաբանությունը առկա է և արդյունավետ իր առաքելությունն է իրականացնում հատկապես մեր համայնքի միասնականության շնորհիվ։ Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։ Սաղմոս 84:11։ Լսեք ինչ գեղեցիկ խոսքեր են։ Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։ Նախ եւ առաջ փաստաբանես դուք լավ գիտեք, որ պայքարում ենք արդարության համար։ Եվ որևէ երկրում, որտեղ արդարություն է տիրում, այդ երկրում տիրում է նաև խաղաղություն։ Սա պատահական չէ, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։ Որովհետև արդար երկրում մարդը երջանիկ է, արդար երկրում մարդիկ միասնական են, արդար երկրում մարդիկ ուժեղ են։ Ահա ինչ մեծ դեր ունի փաստաբանությունը հենց այդ ճանապարհին։ Շնորհավորում եմ կրկին բոլոր այդ մասնագիտական տոներակի, իսկ մեր շրջանավարտներին, որոնք այսօր պատիվ են ունենալու համարվելու շարքերը, իրականում դուք հիմա գալիս եք ավելի հզորացնելու մեզ։ Որտեղ որևէ անձ, ով ուզում է լինի ինչ մասնագիտական կամ կառավարչական գիտություններով օժտված լինի, չի կարող առանց անկախ և հզոր գործընկերների որևէ բան անել։ Ելույթով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ փաստաբան Արմեն Հայկյանցը։ Ես մաղթում եմ ձեզ երջանկություն այն առումով, որ երջանկությունը եթե գնահատենք որպես երջանիկ տարբեր բաների ամբողջություն, միասնություն, դրա բաղկացիչ մասերից է նաև սիրած գործով սիրած զբաղվելը։ Ես մաղթում եմ, որ դուք ձեր կատարած գործից հնարավորինս հաճախ հաճույք ստանաք և դրանով երջանկանաք։ Ես շնորհակալ եմ ուշադրության համար, բայց միևնույն ժամանակ կուզեի հնչեցնել Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրամանը, որով փաստաբանական պալատի նախագահ պարոն Բաբայանը պարգևատրվում է համագործակցության համար մեդալով ակադեմիայի։ Նախագահ Սիմոն Բաբայանին փաստաբանության ստեղծման 107-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրել Արդարադատության ակադեմիայի համագործակցության համար մեդալով։ Ես ընդհանրապես միայն կասեմ, որ հարգելի շրջանավարտներ նոր փաստաբաններ չեն, ուղղակի շրջանավարտներ են։ Նոր է ողջ փաստաբանական համայնքը, դա փաստաբանների արյան մեջ է, ֆենոմենի մեջ է։ Փաստաբանը չի կարող իր առաքելությունը իրականացնել, եթե նա եղածին չհանդիմանա նորից ստեղծում։ Շնորհավորում եմ բոլորիս, մեծ բարի և ոչ միայն ժամանակներ, այլ բարձր դուրս։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից, ով նաև Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում ուսումնական ձեռնարկի համահեղինակ է, փաստաբանական համայնքի գիտական ներուժի զարգացմանը նպաստելու, Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում գիտաուսումնական ձեռնարկի հեղինակային աշխատանքները գիտական բարձր մակարդակով իրականացնելու համար պատվոգրի արժանացան գրքի մյուս հեղինակները։ Իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանը, Իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը, Իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, Իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու Մանե Կարապետյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Արտակ Ասատրյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Արմեն Ասատրյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիգ Դավթյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը։ Պատվոգրի արժանացան նաև Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր Ռոման Ահարոնյանը, Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների եւ փաստաբանների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, ակադեմիական արդարության ապահովման, բարեխիղճ եւ երկարամյա աշխատանքների իրականացման համար։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը Հայաստանում հանրային պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու եւ հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Փաստաբանների պալատի նախագահի կողմից նաև շնորհակալագրերի արժանացան փաստաբան Դավիթ Իսրայելյանը անվճար իրավաբանական օգնության տրամադրման ընթացքում դրսևորած բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար, իսկ հանրային պաշտպանի գրասենյակում իրականացրած բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրի արժանացան Փաստաբանների պալատի խորհրդի անդամ հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը, Արամ Մաթևոսյանը, Սերգեյ Մանուկյանը, Վարդուհի Խաչատրյանը։ Փաստաբանների պալատի կարողությունների եւ անվճար իրավաբանական օգնության զարգացման հարցում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհակալագրի արժանացավ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանը։ Երիտասարդ փաստաբանների հասարակական նախաձեռնությունները եւ միջոցառումները արդյունավետ կազմակերպելու, երիտասարդ փաստաբանների փաստաբանական համայնք ներգրավելուն նպաստելու համար շնորհակալագրեր ստացան նաեւ Փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կազմը։ Երիտասարդական խորհրդի նախագահ Արև Հարությունյանը եւ անդամներ Դավիթ Թովմասյանը, Սվետլանա Հովանեսյանը, Եղեգնի Բաբայանը, Աննա Ստեփանյանը, Գարիկ Օգանեսյանը, Նարեկ Սահակյանը։ Փաստաբանության 107-ամյակին նվիրված միջոցառման երկրորդ մասում նախատեսված էր Փաստաբանական ակադեմիայի 146 շրջանավարտների արտոնագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Որակավորման քննությունները հաղթահարել էին 2025 թվականի աշնանը Փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրները, ինչպես նաև նախորդ քննությունները չհանձնած եւ քննություններին կրկին մասնակցած ունկնդիրները։ Արարողության մեկնարկին ելույթով հանդես եկավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարինե Ֆարմանյանը։ Ողջունում եմ ձեզ, սիրելի գործընկերներ, հարգելի հյուրեր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որոնք իրենց ամենօրյա ծանր աշխատանքով իրենց ներդրումն կատարում փաստաբանության մեջ։ Իսկ դեպի մեր մասնագիտություն իրենց նորամուտը տոնող մեր գործընկերներին մաղթում եմ մեծ բարեխիղճ եւ հաջողություններ։ Ելույթներով հանդես եկան նաև Փաստաբանական ակադեմիայի շրջանավարտներ Խաչիկ Մանուկյանը եւ Սաթենիկ Հարությունյանը։ Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր պետք է դիտարկել փաստաբանության հիմնաքարային դերն ու նշանակությունը իրավական պետություն կերտելու ճանապարհին։ Եվ բոլորիս մոտ պետք է ամրապնդվի այն կարևոր ընկալումը, որ այս խորհրդանշական օրը պատիվ ունեն ստանձնելու փաստաբանի կոչումը։ Ինչի առիթով է սրտան շնորհավորում եմ բոլորիս։ Հարգելի գործընկերներ եւ հյուրեր։ Այսօր մենք միանում ենք մի համայնքի, որը երկար ու դժվարին ճանապարհ է անցել։ Փաստաբանական ինստիտուտը, որի առաքելությունը ամրագրված է նաև համանդրության մակարդակով, արդեն կայացած արժեք է։ Մենք ոչ միայն շարունակելու ենք ավագ սերնդի ձևավորած լավագույն ավանդույթները, այլ նաև դիտակցում ենք, որ ժամանակի հետ այդ ավանդույթները պետք է զարգանան եւ հարստանան նոր մոտեցումներով։
Անձամբ ինք եւ նորաբար գործընկերներիս անձից ցանկանում շնորհակալություն հայտնել Փաստաբանական ակադեմիայի եւ Փաստաբանների պալատի ողջ աշխատակազմին։ Խնդրում եմ ընդունել այս ծափահարությունները որպես գնահատակի անկեսնշան ձեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալություն։ Այնուհետև Փաստաբանների պալատի խորհրդի առջև հանդիսավոր երթման արարողությունից հետո հավաքնորդները ստացան փաստաբանական գործունեության արտոնագիր, դառնալով փաստաբանական համայնքի լիիրավ անդամներ։ Հանդիսավոր երթումը։ Ազնիվ եւ բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, Պահպանել փաստաբանական գաղտնիքը, Պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները եւ շահերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ փաստաբանի վարկագծի կանոնագետով, Միջոցառումը ուղեկցվում էր Հայաստանի նոր անուններ ծրագրի երիտասարդ երաժիշտների կատարումներով։